Դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով ներկայումս հանդես է գալիս «Վերջին զանգը» սերիալում մարմնավորելով Ֆաինայի կերպարը, օրեր առաջ սոցիալական ցանցի իր էջերում կազմակերպել էր հարց ու պատասխան։ Այդ ընթացքում նա ևս մեկ անգամ հաստատել է, որ պատրաստվում է մեկնել երկրից, սակայն դեռևս հստակ չի նշել կշարունակի արդյոք նկարահանվել «Վերջին զանգը» սերիալում, թե ոչ։ Ֆաինայի կերպարը սիրված է հեռուստադիտողների կողմից, նրա նուրբ, սակայն երբեմն խիստ ու սկզբունքային կերպարը գրավել է բազմաթիվ երկրպագուների սրտերը։ Անի Մեհրաբյանի խաղը հաճախ է արժանանում բարձր գնահատանքի շնորհիվ իր բնական ու վստահելի դերակատարման։ Դեռևս պարզ չէ արդյոք ստեղծագործական թիմը կկարողանա հարմարեցնել նկարահանումները նրա նոր պայմաններին, թե դերասանուհին ստիպված կլինի հրաժարվել նախագծից, սակայն ակնհայտ է, որ հեռուստադիտողները մեծ հետաքրքրությամբ են հետևում նրա կերպարի զարգացմանը և անհամբեր սպասում են պարզաբանմանը։ Արդյոք Ֆաինան կմնա սերիալում, թե Անի Մեհրաբյանի մեկնումը կբերի անսպասելի շրջադարձեր, ցույց կտա ժամանակը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անի Մեհրաբյանն ընդունվել է Սիթի Քոլեջ Յորքի համալսարանի եվրոպական ճամբարի նյուրմարքեթինգի գիտությունների մագիստրոս ծրագրով 2025-26 ուսումնական տարվա համար։ Թե ինչպես այս ընդունելությունը կանդրադառնա «Վերջին զանգը» սերիալում նրա հետագա նկարահանումների վրա, դեռևս հայտնի չէ։ Դերասանուհին առայժմ որևէ մեկնաբանություն չի արել իր հետագա ծրագրերի վերաբերյալ։ Եթե սերիալի նկարահանումներն ավելի երկար են, քան նա պետք է մեկնի, բնականաբար Ֆաինայի կերպարը կմնա կիսատ։ Կփոխարինվի դերասանուհին, թե ինչպես հեռուստասերիալում նա որոշում է մեկնել արտերկիր ուսման, այդ նպատակով կմեկնի, ցույց կտա ժամանակը։ Նա նաև նախկինում հանդես է եկել «Մոխրոտի երազները» սերիալում, «Տանդեմ» քրեական դրամայում և «Ջիմի» սիթքոմում։ Բացի դերասանական գործունեությունից, Անի Մեհրաբյանը սովորում է նաև ամերիկյան համալսարանում։ Նշենք, որ Ֆաինայի կերպարը շատ սիրված է հեռուստադիտողների կողմից, նա կարողանում է կերպարի ասելիքը հասցնել հեռուստադիտողներին։ Հատկապես նրա վերջին սերիալներում խաղը հուզել ու գրավել է շատ հեռուստադիտողների։ Լաց լինելու համար ունենք երկու տարբերակ՝ արհեստական և բնական։ Արհեստական ճանապարհի դեպքում օգտագործում ենք գլիցերին ավելի արագ արդյունք ստանալու համար, սակայն տվյալ պարագայում շատ ավելի բարդ է էմոցիաները անկեղծ փոխանցելը։ Երկրորդ տարբերակը բնական ճանապարհն է։ Այս պարագայում յուրաքանչյուր դերասանուհի կարծում եմ ունի իր ուրույն տեխնիկան, սակայն ես հիմա կառաջարկեմ մի հեշտ տարբերակ, որը կարող եք հանգիստ փորձել։ Աչքերը հառում ենք մի կետի, փորձում ենք գոնե 1 րոպե շունչը պահել և ընդհանրապես չթարթել։ Աչքերը ինքնին տվյալ տարբերակում արցունքոտվում են, հետո պետք է տրամադրվել հոգեբանորեն, հիշել կյանքից որևէ տհաճ կամ վատ դեպք, կամ էլ փորձել մտնել հենց տվյալ սցենարային իրավիճակի տրամադրության մեջ, եթե իհարկե չեք դժվարանա։ Այս պարագայում լաց լինելը շատ ավելի անկեղծ է ստացվում և շատ ավելի հեշտ է էմոցիան ճիշտ փոխանցել հեռուստադիտողին։ Вы видите во мне красоту, потому что у вас очень красивая душа. По поводу культурности я далеко не идеальная. У меня тоже свои тараканы в голове. Думаю, я просто ценю каждый миг, каждое мгновение. Я очень-очень верю в Бога и всегда доверяю мою жизнь Ему. Творю добро, питаю душу позитивом. Я не держу обид никогда. Всегда прощаю, всегда отпускаю обиды. Думаю, так правильнее. И еще причиной моей улыбки являетесь вы, например, и такие люди, как вы, с добрым сердцем, с красивой душой. Так что спасибо вам за теплоту. Ну, если честно, я довольно толерантна и терпелива. Однако могу уйти от человека только по 3 причинам. Первое, когда меня не уважают и не ценят. Второе, когда меня пытаются изменить или же заставляют измениться. И третье, когда в этих отношениях я теряю себя. Вообще, перед тем, как уйти, я очень-очень долго пытаюсь все-таки достучаться до человека. И если не получается, только тогда я ухожу. Но я такой человек, что всегда готова прощать, восстановить общение, отношения, если, конечно,
человек готов меняться. То есть не то, чтобы меняться, а просто все-таки пойти на какие-то компромиссы и найти общий язык. I've always embraced the power of manifestation in my life, firmly believing that we are shaped by our thoughts and imagination. And once I've read in the Bible that when you truly believe in something, it can effortlessly come to pass. Ես մասնագիտությամբ դերասանուհի չեմ, սակայն մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը։ Ես չեմ կարծում, որ կա դերասան կամ դերասանուհի, ով սիրով չի նկարահանվում կամ սիրով չի խաղում բեմում։ Հետո դերասանական արվեստը թույլ է տալիս արտահայտել էմոցիաներ, որոնք գուցե իրական կյանքում չես կարողանում արտահայտել։ Թույլ է տալիս ապրել տարբեր կերպարների կյանքով, վերապրել իրավիճակներ կամ էմոցիաներ, որոնց իրական կյանքում կարող ես երբևէ չհանդիպել, եւ ամեն կերպարի հետ մի նոր բան ես սովորում։ Անverջ կարելի է խոսել դերասանական արվեստի մասին, բայց թերևս այսքանով սահմանափակվենք։ Ընդհանրապես յուրաքանչյուր տեսակի հարաբերության մեջ ես գնահատում եմ իրար հետ խոսելու, իրար հասկանալու, իրար զիջելու կարողությունը։ Եթե մարդիկ չեն կարողանում խոսել, կարծում եմ հնարավոր չի կառուցել, առավել եւս պահպանել որևէ հարաբերություն, իսկ մեր օրերում ցավոք սրտի հասկացողությունն ու սերը զիջում են հպարտությանը, այ աղետը հենց դրանում է։ Անչափ զգացված եմ լավ խոսքերի համար, սակայն ոչ մի գաղտնիք չկա, երևի թե սովորական գենետիկա է։ Քանի որ ես երբ նիհարում եմ, չեմ հավանում իմ արտաքինը ընդհանրապես, որովհետև ինձ չի սազում, հետևաբար ես միայն կարող եմ խորհուրդ տալ ինչպես գիրանալ, ինչպես պահպանել ձեզ համար նախընտրելի քաշը, որովհետև անձնական նամակով էլ շատ հարցեր եմ ստացել քաշի վերաբերյալ։ Ես այս պահին կշում եմ 47 կիլոգրամ, ձգտում եմ հասնել 50 կիլոգրամ։ Պետք է ուտեք օրը գոնե 4-5 անգամ, ուտեստը պետք է պարտադիր պարունակի միս, սպիտակուց, ցանկալի է հավի կամ տավարի միս, ոչ այդքան ցանկալի է խոզի միսը, մակարոնեղեն, բրնձեղեն, շատ ջուր խմեք, քնեք ճիշտ ժամանակին, ցանկալի է 9:30 ամենաուշը 10-ին եւ պարապեք ճիշտ մարզիչների մոտ։ Ես տեսակով հեշտ մարդ եմ, հետեւաբար լեզու եմ գտնում յուրաքանչյուրի հետ։ Հետևաբար շփվում եմ բոլոր դերասանուհիների հետ եւ լավ հարաբերությունների մեջ ենք։